20 տարի առաջ շատ ավելի քիչ էր կեցվածքի շեղումները, նորից լինում էին, բայց ավելի քիչ, քան հիմա։ Այսինքն գալիս է դա նրանից, որ նստակած կյանքը գերակշռում է հասարակության կյանքում առօրյա։ Ողնաշարի դեֆորմացիաների հիմնական մեղավորը պարզվում է գադջեթներն են, դրանք ոչ միայն նպաստում են կեցվածքի խանգարմանն, այլ նաև մարդուն գամում աթոռին։ Homo sapiens, չէ, տենց հասկացողություն կա, հիմա կարելի է ասել homo gadgets, ինչ որ գնում ենք դեպի մարդը հազարավոր, տասնյակ հազարավոր տարիներ է պետք եղել, որպեսզի ուղղահայաց դիրք ընդունի, հիմա գնում ենք հակառակը, այսինքն գադջետները ստիպում են մեզ, որպեսզի մենք նորից կռանանք, հետ գնանք, իսկ հետդարձ ինչ-որ ճանապարհ է նկատվում։ Երեխաներն այս խնդրի հիմնական ռիսկային խմբում են, քանի որ նրանց ողնաշարը դեռ ձևավորման փուլում է և ավելի հեշտ է դեֆորմացվում։ Երբ որ արդեն ծնողը հեռախոսը տալիս է երեխային, 3-4 տարեկանից սկսված, մենք արդեն այսօր նկատում ենք խնդիր։ Ցավեր, 6-7 տարեկան երեխաներ են հաճախում, որոնք ունենում են ցավեր թե պարանոցի, թե մեջքի հատվածում։